երեկո, բարի երեկո հարգելի մասնակիցներ, հուսով եմ ձայնը լսվում է, պատկերը կա տնտեսական օրացույցի, եթե չէ, ապա կարող եք գրել չաթում, բայց ունեն հավանականությամբ ամեն ինչ նորմալ է։ Սկսենք մեր հերթական վեբինարը, այսօր մարտի 22-ն 2017 թվականին, և անդրադառնանք ֆունդամենտալ պատկերին, ինչպես և սպասում ենք նավթի պաշարների աճը, խնդրեմ ամերիկյան նավթ ինստիտուտի կողմից 4 միլիոն 500 հազար բարել, 2 միլիոնի դիմաց և երեկոյան 4 միլիոն 900 հազար բարել էներգետիկայի նախարարության թվերն են, կրկնակի անգամ կանխատեսվածից ավելին, շարունակվում է պաշարների աճը Միացյալ Նահանգներում, իհարկե սա հանգեցնում է նավթի գների կտրուկ անկմանը, տեխնիկական մասով կդիտարկենք, խնդրեմ մեր սպասված լավ նորությունները, նույնիսկ կանխատեսվածից լավ, Ճապոնիայից բավական լավ նորություններ դուրս եկան գիշերը, արտաքին առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը անձեն աշկովել երևում է համեմատությունը նախորդ ամսվա -1 միլիարդի և պլյուս գրեթե 1 միլիարդի տարբերություն կա, բավական էական տարբերություն է, որը ուղղակիորեն արժևոր է շաբթոնականներին են, իհարկե նաև իրենի վրա ազդում են այլ գործոններ, հատկապես ռիսկից խուսափելու գործոնները այս պահին, և իրենը բավականին արժևորվում է։ Այնուհետև արդեն իսկ նկատվում են անշարժ գույքի շուկայում ամերիկյան վատ ցուցանիշներ, և ես դեկտեմբերից արդեն նշում եմ, որ ինչքան ռեզերվային դրույթը բարձրացրեցին, ինչքան տոկոսադրույքը բարձրացրեցին, այնքան հիպոթեկային տոկոսադրույքները բնականաբար կբարձրանան և աստիճանաբար կմարի անշարժ գույքի շուկայում տիրող ակտիվությունը Միացյալ Նահանգներում։ Այսօրվա բավական էական նորություններից է, երեկ այս մասին մի թեթև ակնարկեցինք, Գերմանիայում 10-ամյա պարտատոմսերի բոնդերի եկամտաբերության ցուցանիշը կրկնակի անգամ աճել է, տեսեք նախորդ ամսվա համեմատ, և սա շատ ուժեղ ցուցանիշ է եվրոյի արժևորման համար։ Ցուցանիշներից մեկն է, պայմաններից մեկն է եվրոյի արժևորման համար։ Ընդհանուր առմամբ մոտավոր սպասվելիք ցուցանիշներ էին, ժամը 12-ին կամ 00-ին ավելի շուտ այսօր կամ վաղը, ես արդեն ընկնում եմ երևի վաղվա ցուցանիշով, վաղվա չափանիշով, վաղվա նորություն, Նոր Զելանդիայի մասին է խոսքը, տոկոսադրույքի վերաբերյալ որոշում, կենտրոնական բանկի նիստ, ուղեկցող հայտարարություն, առանձնապես փոփոխություն չենք սպասում այստեղ, առավել ևս նվազման առումով, եթե հանկարծ չգիտեմ ինչ պատճառներով 0,25% կետով նվազի, բնականաբար անկում կտեսնենք բավական մեծ, եթե ոչ, աճելու մասն էլ դեռ խոսք չկա, ասել եմ, որ առաջիկա 1-2 տարում չենք սպասում բարձրացում, համենայն դեպս փոփոխություն բացարձակ չի սպասվում, ասենց ասեմ, շատ քիչ հավանականությամբ է հնարավոր փոփոխություն, և նախորդ հայտարարությունից գրեթե չտարբերվող հայտարարություն նաև այս անգամ ենք սպասում, իսկ քանի որ նախորդ հայտարարությունը բավական կոշտ էր, այսինքն տրամադրական քաղաքականության առումով փափուկ, և նախատեսվում էր այսպիսին պահել ցածր դրույքները և խթանող քաղաքականությունը դեռ երկար ժամանակ, միակ բանը, որ նորզելանդական դոլարի վրա այս պահին բացասական կարող է անդրադառնալ այդ ընթացքում, այսինքն, դա այն է, որ տոկոսադրույքն իջեցվի, ռեզերվային դրույքն իջեցվի, կամ ուղեկցող հայտարարությունում նշվի, որ այս տարի հնարավոր է ևս մեկ իջեցում սպասել։ Բայց քանի որ մենք բոլորս միասին ականատես ենք լինում նորզելանդական տնտեսության վերականգնմանը, բավական լավ մակրոտնտեսական ցուցանիշներին, նման վատագույն սցենար նորզելանդական դոլարի համար
չեն կանխատեսում, ամեն դեպս հավանականությունը մեծ է, որ այս նիստից հետո նորզելանդական դոլարը կշարունակի իր արժևորումը դոլարի հանդեպ։ Ինչևէ, սպասենք 12:00-ին մեկնաբանությունները վաղը արդեն կանդրադառնանք մեկնաբանություններին նորզելանդական դոլարի ռեզերվային բանկի հայտարարության։ Այնուհետև վաղը մենք ունենք սպառողական միջավայրի ցուցանիշը Գերմանիայից, լավ ցուցանիշը, սպառողական ծախսերի արդեն ապրիլ ամսվա, կանխատեսելի ցուցանիշը, կանխատեսող ցուցանիշը ապրիլ ամսվա համար, եւ լավ ցուցանիշը սպառողական ծախսերի համար լավ է լինելու, որը տնտեսական աճի բաղադրիչ է, եւ հետեւաբար կարժևորի ուրեմն եվրոն։ Ունենք ցուցանիշների խումբ վաղը ուրեմն Բրիտանիայից, դա մանրածախ առևտրի ինդեքսն է, ծավալներն են, տեսեք, բոլոր ճակատներով բավական լավ ցուցանիշներ, ես նույնպես սպասում եմ լավ ցուցանիշների, նույնիսկ հնարավոր են կանխատեսվածից ավելի ցուցանիշներ, այնպես որ սպասենք, հերթական շաբաթական մեր ցուցանիշը գործազուրկների նպաստացողների դիմումների քանակն է, նախորդ շաբաթ սկսեց վատանալ այս ցուցանիշը, տեսնենք այս շաբաթ ինչպիսի ուրեմն ուղղություն կունենա, հետո տեսնենք էական վատացում, դոլարի վրա բացական կանդրադառնա, հակառակ դեպքում դրական, ու վաղվա առանցքային ուրեմն իրադարձություններից Ջանետ Ելենի ասուլիսն է 4:45, հետևենք հիմնական ուրեմն ազդեցությունը կունենա այն, որ նա ասի 3-ից ավել բարձրացման մասին տոկոսադրույքի այս տարի, որը ես չեմ սպասում նման հայտարարության, որովհետև Միացյալ Նահանգների տնտեսությունը պիկում է, մի քանի անգամ նշել ենք, հազիվ է պահպանում իր դրական ցուցանիշները, տնտեսական աճը հազիվ է հասնում, չէր հասնում նպատակներին, գնաճը նույնպես, այնպես որ շատ արագ բարձրացնել այս տարի տոկոսադրույքը, դեռ նույնիսկ կասկածի տակ է մնացած երկու անգամ բարձրացնելը։ Մի խոսքով, սպասենք, լսենք Ջանետ Ելենի զրույցը, որից հետո շուկաներում որոշակի իրադարձություն կարող է փոխվել։ Եվ նույնպես աշխատաշուկայի նորություն, լավ բան չենք սպասում այստեղից Միացյալ Նահանգներն են։ Եվ հերթական կենտրոնական բանկի ուրեմն նախագահների ելույթներն են, այստեղ որոշակի ուղղություններ են տալի, դրամարկային քաղաքականության կանխատեսումներ են անում։ Ընդհանուր ֆոնը ֆունդամենտալ այսպիսին է, հարգելի մասնակիցներ, ներողություն Կարենն է ոնց որ միանում ես, ընդհանուր ֆոնը այսպիսին է, նախ Եվրոմիությունից եկող դրական ցուցանիշները բոլոր առումներով արդեն սպասեցնել են տալիս, որ սեպտեմբերի, օգոստոս-սեպտեմբեր ամսին հնարավոր է Եվրոմիության կենտրոնական բանկի կողմից հայտարարվի փափուկ քաղաքականության սահմանափակում արդեն, ընդհանուր մինչև այս տարվա վերջ դա հնարավոր իրականացվի կամ մյուս տարվա սկիզբ, իսկ այս ամենը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածով բերելու է եվրոյի արժևորման, որը մենք սպասում ենք, իհարկե դրական ցուցանիշների նման ուրեմն տարբերակով լինելու արկայության դեպքում, եւ երկրորդ ֆոնը դա Թրամփի ծրագրի իրականացման ուրեմն ֆոնն է, որը այս պահի մի քիչ կասկածի տակ են դնում ներդրողները, ինչու, որովհետև այս շաբաթ շատ էական իրադարձություն պետք է տեղ ունենա Սենատում, առաջին խոշոր ծրագիրն է Դոնալդ Թրամփի առաջարկված Սենատին, դա եթե հետևում եք Օբամայի առողջապահության ծրագրի չեղարկումն է, եւ Սենատը պետք է հաստատի, սա շատ լուրջ ծրագիր առողջապահության ոլորտում, եւ Սենատի հաստատել չհաստատելուց է կախված Թրամփի ուժը Սենատում, այսինքն եթե Սենատը չհաստատեց, բոլորը սպասում են դրան, նշանակում է Թրամփը դժվար է իրականացնի նաեւ իր մնացած խթանող ուրեմն գործիքները, որը խոստացել էր ֆիսկալ քաղաքականության առումով, եւ հաստատելու դեպքում հնարավոր է արդեն որոշակի անհրաժեշտությունը կամ անհրաժեշտության որոշակի մասը վերանա, հասկանալ, որ Թրամփը կարող է որոշ բաներ արագ կարգով Սենատով անցկացնել եւ իր ծրագիրը շուտով կյանքի կկոչվի։
Այսինքն շուկաները սպասում են սրան, մեծ բավական դիմադրության է հանդիպել Սենատում Թրամփի ուրեմն առողջապահության ծրագիրը։ Սպասում են շուկաները, մենք նույնպես կհետևենք, կոնկրետ չգիտեմ դա երբ է տեղ ունենալու, գիտեմ այս շաբաթվա վերջ, վաղը կամ մյուս օրը հնարավոր է այդ նիստը լինի եւ կհետևենք, հասկանանք Թրամփի ազդեցությունը Սենատում որքանով է։ Ընդհանուր առմամբ ֆոնը այսպիսին է եւ այս անորոշ իրավիճակները հանգեցնում են ռիսկային արժույթների կամ ավելի շուտ ռիսկից խուսափելու համար գնվող արժույթների արժևորման, դա ֆրանկն է, դա ին է, դա ոսկին է այս պահի դրությամբ, ինչպես նաեւ եվրոյի եւ բրիտանական ֆունտի, Բրիտանիայի մասին արդեն խոսել ենք մենք, ուրեմն տնտեսությունը բավական լավ վիճակում է, նույնիսկ գնաճի տեմպերն են բավական լավ առաջ գնում եւ դա է պատճառը, որ ֆունտը այսպես արժևորման փուլում է։ Այսքանը ֆունդամենտալ պատկերից, եթե կան հարցեր, խնդրեմ համեցեք, եթե ոչ մենք անցնենք մեր տեխնիկական վերլուծությանը։ Եվ ահա, խնդրեմ, եվրո-դոլարն է հարցեր ընթացքում, գիտեք, կարող եք գրել, կանդրադառնամ ես, եվրո-դոլարն է, ունենք 3 ներողություն դեռ 3, ճիշտ եմ ասում, ուրեմն ամսի 15-ի դիրքն է, մոմն է, 0-ից անցումը AO-ով, 3-վա մոմը մեզ տվեց կանադոզոնայով բլուծը 2 բայ ստոպեր արդեն աշխատում է, երրորդը հաշվի առնենք, որ մի քիչ վերև ենք դրել, ֆրակտալային բայ ստոպն է, դեռ համարենք չի աշխատում, 4-րդ ներողություն, ինքն 4 ուղղություններով, 4 դիրքերով մենք գնում ենք բայ ուղղությամբ։ Այսօրվա մոմը մեզ տալիս է երկրորդ օրը, կանադոզոնայի, այնպես որ այսօրվա մոմի մաքսիմում եւս 1 բայ ստոպ կավելացնենք գիշերը կամ առավոտյան։ Գնում ենք վերև եվրոյով, ասել եմ 0-ը 1.1 1.11, 1.12 մեր նպատակն է առաջիկայում տեսնել, տեսնենք ինչ կատարվի։ Ստոպերը գտնվում են ամսի 16-ին, գրեթե նույն մակարդակն է նաև 3-վա մոմը, որոնք 3-վա մոմի մինիմումի տակ պահել, ամսի 21-ի մինիմումի տակ, այս հատվածում այստեղ բավական բաժշկային գիծ կա։ Ես սպասենք հետագա զարգացումներին։ Սելի համար ունենք սել ֆրակտալ, դա ամսի 9-ի մոմն է, որի տակից կա սել ստոպ։ Այսքանը եվրոյից։ Ֆունտը իհարկե մեզ գնալու որևէ դիրք չտվեց, բայց այսօրվա մոմը փորձում է դա անել, այն անցումն է 0-ից AO-ով եւ օրավերջում 1 բայ ստոպ այսօրվա մոմի մաքսիմումի վրա, որի ստոպ լոսը կարող է լինել ամսի 17-ի մինիմումը, ու սպասենք հետագայում ավելի լավ նպաստավոր դիրքեր տալու ավելի մեծ շահույթներ աշխատելու համար։ Սելի համար ունենք տեղ, դա ամսի 14-ի մինիմումն է, ֆրակտալային սել ստոպը այստեղ դրված, ուղղությունը բայ բրիտանական ֆունտի առումով։ Ֆրանկը 3 ուրեմն սելերով շարժվում է ներքև, խնդրեմ, անցումը 0-ից AC-ով ամսի 13-ի մոմի մինիմումից ենք սել ֆրակտալ ունենք ամսի 16-ին եւ անցումը 0-ով AO-ով ունենք ամսի 17-ի մոմն է, սել ստոպ դրված, 3 սելերով իշխում ենք ներքև, այստեղ նույնպես շռայլի շուկա, մեզ շատ տեղեր չի տվել, լավ տեղերից սել իջնելու, ամեն դեպս 3 դիրք ունենք, ստոպ լոսը 3-վա մոմի մաքսիմումի, կարող ենք տեղափոխել 3 դիրքերի ու գնում ենք ներքև, հնարավոր է վաղը եւս 1 կարմիր զոնա բլուծը զարգացնենք ու շարունակենք մեր ներքև գնալը։ Բայ համար ունենք բայ ֆրակտալ, ամսի 7-ի մոմն է, որ բավական հեռու է այս պայդրությամբ, համենայնդեպս մեր ուղղությունը դեռ ֆրանկի առումով ներքև է։ Կանադական դոլարը չհասկացանք ինչ արեց, տեսեք ինչ
Ծեներ է տալիս, տվերներ է տալիս, ներքև 80 պունկտ, հետո վերև 60 պունկտ, մեր երկրորդ ուդրեցի ստոպլոսը վերցրեց, նաև առաջինն ու ընդհանուր առմամբ դրական, գոտում ենք 100 պունկտ այստեղ է, 80 հակառակը, ինչև է, սա նաև մեր ստոպային քաղաքականության խնդիր է այս ռիսկից խուսափելը, մոտիկ ասում ենք խփում է, այնուհետև գնում է ուղղությամբ, սակայն հեռնել բավական հեռու է։ Ինչև է այս վիճակն է, ունենք փակված դիրքեր կանադական դոլարից, ասեմ, որ ստրատեգիայով էլ մեկ ուղղությամբ բայ է, մյուս ուղղությամբ սև ներքև։ Բայց ընդհանուր առմամբ ըստ մեր ստրատեգիայի մենք ներքև ենք իջնում, չնայած մենք ստոպեր ունեցանք, սա մներ հավանականությամբ մեր ստոպերի դիրքերի խնդիր է, պետք է ավելի մանրամասն հասկանալ, չվախենալ ռիսկերից, եթե ստրատեգիայով գնում ենք ներքև, ապա չտապել ստոպերը, շատ մոտիկ տեղափոխել, չնայած մյուս կողմից հակառակ պատկերն կարող ավելի մեծ ստոպ ունենալ, բայց բոլոր դեպքերում ամենայն դեպս ևս մեկ ալիք մենք ներքև իջնելու ենք։ Այս բանի որևէ դիրք չունենք, բացի սել ֆրակտալից եւ բայ ֆրակտալից, մեր ստոպերը վերցրել է կանադական դոլարը, ես հաշվեմ, որ չկան այս պատկերները, ես սպասենք, հնարավոր է կարմիր զոնա վաղը մեզ նվիրի, վաղամոմը, եւ ունե կարմիր զոնայով ավելանանք եւ մեր շահույթները այդ առումով վերցնենք։ Ուրեմն ամսի 24-ի մոմը փետրվարի սել ստոպ, որպես ֆրակտալային սել եւ ամսինը մարտինին բայ ստոպ դիրքերն ունենք դրված։ Ի տարբերություն կանադական դոլարին, ին-ը շատ գեղեցիկ աշխատում է։ Երեկվա մոմը մեր վերջին 5-րդ մոմն էր կարմիր զոնայի, 1, 2, 3, 4, 5 եւ անցում ունենք 0-ից AO-ով, երկու սելեր արդեն աշխատում են, այլևս սել ստոպ դնելու տեղ չունենք, չնայած առանձնապես կարիքն էլ չունենք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 դիրքով շահույթների մեջ գնում ենք ներքև։ Մեր կանանց զոնայի տեղափոխված բայ ստոպը այս ամոմի մաքսիմում կտեղափոխենք արդեն փակվելուց հետո, ստոպ լոսը կտեղափոխենք ամսի 20-ի մաքսիմումին։ Այստեղ նույնպես մեկ շտապողականություն ունենք, չենք ուզում վնասներ կրել, անընդհատ ստոպը ուզում ենք բերենք փոքրացնենք, բայց հնարավոր է, ասես մի տարբերակ, ասենք թե կորեկցիոն, այնուհետև ներքև, իսկ այս կորեկցիաների դեպքում մեր ստոպերը մենք հավաքում ենք, որոշ դեպքերում իսկ դա ընդհանուր առմամբ լավ չի, ենք թողում աշխատեն մեր դիրքերի ամբողջ ճոխությամբ։ Ինչևէ նաև կարող ենք միջադեպ ստոպը պահենք այստեղ ամսի 17-ի մաքսիմումի վրա, գոնե բոլոր դեպքերում այն կլինի կարմիր գծից տվյալ մակարդակում արդեն վերև, կորեկցիան չի հասնի հաստատ դրան, այս պայդրությամբ, հետո նոր կօպտիմալացնենք։ Ամսի 17-ին ըստ իմ ավելի ճիշտ դիրք է ստոպ դնելու համար։ Այստեղ ունենք բլուծե ամսի 14-ի մոմի մաքսիմումից բայ ստոպ եւ ֆրակտալային բայ ստոպ ամսի 10-ի մաքսիմումից։ Ինչևէ, իմ առաջին նշանը 105.50, 105.50, այնուհետև իջնում ենք նաև 103, 101, բայց եթե նայում եք այստեղ, ընդհանուր առմամբ առանձնապես այստեղ մի թեթև ունենք, բայց չկա, 107.50, ուղղակի այդ նշաձողն դնենք, 107.50 առաջին կետը, հնարավոր է հասնենք, այնուհետև խորքային կորեկցիա գնանք նոր շարունակենք անկումը, հանեն դեպս իջանք, ֆրակտալը նույնպես այստեղ ծակված է և մենք իմպուլսային իջնում ենք ներքև։ Տեսնենք, զարգացումներ կտա, այս բան էլ եմ ասում ավելացումներ չունենք, սելերի դիրքերը բավական շատ են, ընդհանուր ուղղությունը ներքև։ Ավստրալիական դոլարը
Իհարկե մենք երեք դիտարկում ենք երեկվա մոմը որպես շրջադարձային մոմ, բայց շատ վերապահումներով այս պահի դրությամբ իհարկե հնարավոր է այստեղ բերենք մեր stop loss-երը փակենք, սակայն ես ինքս դա չեմ արվել, որովհետև այստեղ հստակ զարգացված տրենդ այդպեսին չկա, ալիգատորը նոր բարձրանում է, ուղղություն է տալիս դեպի վերև, մի խոսքով անգուլյացիոն անկյունն էլ առանձնապես այդպեսին չի, դեռ ըստիս հնարավորություն կա վերև գնալու։ Սակայն մեր ստոպերը, նայեք ինչպես կանադական դոլարի դեպքում, այս դեպքում նույնպես բերել ենք բավական մոտիկ, դեռ բավական շտապեցինք մենք, այստեղ ես բերել ենք մոտիկ, իհարկե ինքը Վիլյամսը ասում էր, որ 3-ից 5 մոմերի մինիմումի տակ, տեսեք 5 մոմի մինիմումը դեռ 15-ն է, այսօր նոր կարելի էր օպտիմալացնել կոն այսօր մոմի մինիմումի տակ, ինչև է, եկեք բոլոր բայերը չնջենք, որովհետև մեր stop loss-ը բերել ենք արդեն պատասխան տեղ, չունենք այլևս, բայց ովքեր դիտարկել են շրջադարձային մոմիկ ունեն մեկ սել դիրք, ովքեր չեմ, սպասում են 1, 2, 3, 4, 5-րդ օրն է կանաչ զոնայի երեկվա մոմը, որի մաքսիմումն ենք buy stop, չաշխատելու դեպքում կտեղափոխենք այսօր մոմի մաքսիմումի վրա։ Սել ունեցողների stop loss-ը այդ նույն մոմից երեկվա մոմի մաքսիմումի վրա է։ Այդ եկեք ես սել հանեմ, որտև ամեն դեպս ես իրան շրջադարձային մոմ չեմ դիտարկում, սպասում եմ մաքսիմումների թարմացում ավստրալիական դոլարի մասով կանաչ զոնայի, նոր կանաչ զոնայի ստեղծում, ու այս մի փոքր վնասները, փոքրիկ 60 պունկտանոց ես հույս ունեմ, որ մենք հետագայում մի քանի անգամ ավել կտրվածքով հետ կբերենք։ Սա ավստրալիական դոլարից երեկվա մոմի մաքսիմումից buy stop եւ մեր sell stop-ը գտնում է ֆրակտալի տակ, ֆրակտալային sell stop ունենք մարտի 9-ի մոմն է դա։ Սպասենք, տեսնենք ինչպիսի զարգացումներ կլինեն շուկայում։ Նոր զելանդական դոլարը խնդրեմ, չի սպասում մեզ, չի սպասում հասցնենք բայեր մտնենք, գնում է վերև, ունենք ընդամենը մեկ բայ, երկրորդ ուդրեսն է, առաջին ուդրեսն մեզ չտվեց, ցավոք նաև այլ դիրքեր չի տվել, եթե այսօր նիստից հետո շարունակենք մեր բայողությունը, տեսնում եք, չունենք այլ հնարավորություն, վաղը կարող է կանաչություն ավելանալ եւ տալ մեզ կանաչ զոնա, եթե իհարկե այսօրվա մոմը այսպես կարմիր, այսօրն այսպես կարմիր մնացեի, ու լավ կլինի, որ նոր կանաչ զոնա զարգացնենք նաեւ այստեղ նոր զելանդական դոլարով։ Ինչևէ, մեկ դիրք ունենք, որի stop loss-ը դեռ այդ նույն մոմի տակ է, մինիմումի տակ 17-ի մոմն է, բայը աշխատում է շահույթի մեջ, մի փոքր 27-25 պունկտանոց ու վստահորեն գնում է վերև գինը, տեսնենք Նոր Զելանդիայի կենտրոնական բանկը ինչ անակնկալ ունի, մեկ buy stop բավականին հեռու ունենք ֆրակտալից, չնայած կենտրոնական բանկի նիստեր են լինում, որ այդ բավականին հեռուն, բավականին շուտ գրավում է գնի կողմից եւ գնում վերև։ Ինչևէ, սպասենք ժամը 12-ին, հասկանանք ինչ է կատարվում Նոր Զելանդիայում իրենց իսկ կենտրոնական բանկի մեկնաբանություններով, այս պահին այսքանը, այստեղ նաև ունենք սեր ֆրակտալ, ամսի 9-ի մոմն է, հնարավոր է նաև իշի ներքև դա այն պարագայում, երբ որ տոկոսադրույքի իջեցման մասին խոսք կգնա կամ տենց տոկոսադրույքը իջնի։ Արծաթը նույնպես աշխատում է վերևի ուղղությամբ, անցել ենք կանաչ զոնային, սակայն որևէ դիրք բացի բայ ֆրակտալից չունենք բայ մտնելու, որևէ նշան չկա այստեղ, ցավոք, տեսնենք ինչ կտամ ես օրը, հնարավոր է մի քիչ բարձրանանք, այնուհետև կորեկցիա ֆրակտալ ու շարունակենք կանաչ զոնա,
կամ ֆրակտալային բայողությամբ շարժվել։ Հանրային դեպս այստեղ նույնպես այս ուղղությունը բայ եմ տեսնում։ Սելի համար ունենք սել ֆրակտալ, դա ամսի 15-ի մոմի մինիմումից է դրված այդ սել ֆրակտալը։ Մեկ բայ դիրք ունենք բացված, որն սա առաջին մուտքով դիտարկված, որի ստոպը այս բային դեռ ամսի 17-ի մինիմումի տակ է, անվնաս մակարդակում։ Այստեղ հաստատ չենք շտապի օպտիմալացնել, նույնիսկ եթե գինը հետ կա, մենք վնաս չենք կրելու։ Սպասենք, թող դիրքը աշխատի, թող ավելի լավ տեղ կդնենք մեր stop loss-ը։ Ոսկին նույնպես շորալ չի իր դիրքեր նվիրելու մեջ, ունենք առաջին ուտեցից buy stop դրված, ունենք սա ինչ-որ անցումը 0-ից ացիով buy stop դրված, այսօր տալիս է մեզ AO-ից անցման buy stop-ի հնարավորություն, այսօր մոմի մաքսիմումից buy stop ենք դնում եւ մոտենում ենք ֆրակտալին, գրեթե բան չմնաց, 140-150 պունկտ, ոսկու համար դա առանձնապես ցուցանիշ չի եւ կստացվի 3-4 սպայրով գնում ենք առաջ, հիշենք, որ տարեսկզբից դեռ դեկտեմբերից կասեի, մենք նպատակ ենք դել 1350-ին հասնել, տեսնենք ինչպես կիրականանա մեր նպատակը, եթե ֆրակտալ անցանք, ապա ասում եմ, որ շուտով կտեսնենք դա, այնպես որ եւս մեկ անցում ունենք 0-ից, չորանանք buy stop տեղադրելը, նավթերը եւ երեկվա կասկածներս այս շրջադարձային մեկի մասով բռի վիրատեսական էին, այն շրջադարձային չէր ըստեյության կամ եթե էր, ապա աշխատեց մեր սել ֆրակտալը, աշխատում մեր սելերը, stop loss-ը մի թեթև կարող ենք ֆրակտալից իջացնել ամսի 17-ի մաքսիմումին, այսօրվա մոմում ես տալիս է 2 սել stop դնելու եւս հնարավորություն, կարմիր զոնայի բլուց է, խնդրեմ, այն նույնպես տեսեք իր ձևով շրջադարձային մոմի նման է, սակայն դեռ տրենդը այստեղ նոր է զարգանում, նավթի շուկայում նախ օրը փակված չի, մոմը որպես այդպեսին դեռ չի ձևավորվել, սակայն նման դեպքում հնարավոր է որոշակի կոռեկցիոն բայ, որից հետո իջնենք ներքև։ Այս մոմը չտվեց այդ խորքային կոռեկցիա հնարավորությունը, որոշ դեպքում դեռ նավթի շուկայում կողմնորոշումը մի քիչ բարդ է, էլ եմ ասում, մի կողմից OPEC-ը կրճատում է նավթի ծավալները, մյուս կողմից Միացյալ Նահանգներում այն հնլայնվում է, դա է պատճառը, որ բավական բարդ է կողմնորոշվում շուկան, բայց եթե հաշվի առնենք վերևից անկումը, 2 buy stop բրենդի մոտ ենք տեղավորում, քիչ չի 4-500 պունկտ նավթիկները իջել են $5 մոտավորապես, երկու տեսակի նավթերի մոտ էլ, ֆրակտալ ենք ծագել դեպի ներքև, stop loss-ը բրենդի մոտ երեկվա մոմի մաքսիմումին կարող ենք արդեն տեղափոխել որոշ ստոպերը, սպասենք ուղղությունը ստիսել է, նավթի շուկայում դեռ դիրքեր ունենք, դեռ նշաձողեր ունենք, որ պետք է հասնենք ըստ էության։ Երեք տեսանք ինչպես ինդեքսները վերջիվերջո իջան ներքև, սա DAX-ն է, այսօրվա մոմում ես տալիս է diver sell signal, մեկ sell stop իր մինիմումի տակից, այստեղ նաև ոնց որ թե տալիս է անցումը 0-ից ացեյով, ես կասեի 2 sell stop, այսօրվա մոմի մինիմումից, սա DAX-ն է, stop loss-ը վրիվ նպատակ հարմարը 3 մոմի մաքսիմումին պահել, սպասենք ներքև ուղղությանը, աշխատել է նաև երկրորդ մուդրեցը Nasdaq-ով, Nasdaq-ը նույնիսկ կարմիր զոնա է սկսել զարգացնել, խնդրեմ, այստեղ ինչ ունենք, անցում ունենք, չէ, անցում չունենք, ընդհանրապես երկրորդ մուդրեց ունենք,
դիվերսել ունենք, ազդակն էլ բավական դիրքերով հիշում է ներքև, Կամիզոնը նաև Dow Jones-ը չաշխատեց, չկարծավ զարգացնել, բայց ուղղություն ներքև ուղղակի Dow Jones-ը մեզ տեղ չտվեց ներքև աշխատելու։ Մեքսիկական պեսոն է, ովքեր դիտարկել են երեկվա մոմո շրջադարձային, այս պայդրությամբ ուզում է այդ շրջադարձային մոմո չաշխատել, դեռ մեր ստոպերը գտնվում են ամսի 17-ի մաքսիմումի վրա, կարող ենք տեղափոխել այսօրվա մոմոյի մաքսիմումի վրա, ուղղությունները բոլորս էլ բացված են, դեռ դիվեր որևէ սիգնալ չունենք, բայց փորձում է ձևավորվել, չնայած կարա եւ չձևավորվի եւ մենք էլ ավելի ներքև իջնենք մեքսիկական պեսոյով, սպասենք շահույթները այստեղ գումարային առումով բավական լավն են, եվրո ավստրալիական դոլարը արեց իր կորեկցիան ոնց որ եւ գնում ենք ոնց որ թե վերև, այսօր մոմը տալիս է մեզ բայստոպ դնելու հնարավորություն, նախորդ բայերը բավական մեծ շահույթով փակվել են արդեն ամսի 13-ի մոմով, նոր բայողություն ենք զարգացնում, երկու բայստոպ հնարավորություն ենք տեղադրելու այսօր մոմի մաքսիմումից, կանաչ զոնայի առաջին օր եւ պլյուսի սիգնալով, եվրո նոր զելանդական դոլարը դեռ այդ հնարավորությունը չի տալիս, զուտ ֆրակտալային բայստոպ այստեղ ունենք, կարող ենք տեղադրել, շվեդական կրոնան ներքև ենք իջնում, բավական դիրքերով ստոպը կարող ենք օպտիմալացնել արդեն, բերենք ամսի 20-ի մաքսիմումի վրա, այստեղ ունենք մեկ ֆրակտալային դիրք, սել ֆրակտալ, դեռ չաշխատած, եվրո կանադական դոլարը արդեն իսկ աշխատել է նոր կանաչ զոնան, բլուց են երկու բայստոպ կա, երեկվա մոմի մաքսիմումից ասպահին աշխատած, վավա մոմը եվս երկու բայստոպի տեղ է տալիս կանաչ զոնայի երկրորդ օր, ներողություն այսօրվա մոմը, կանաչ զոնայի երկրորդ օր եւ անցումը 0-ից ԱՑ-ով այստեղ սպասենք հետագա զարգացումներին, գիտենք եվրոկադն էլ գեղեցիկ ուղղություն է տալիս լինելու դեպքում, այսքանն նոր զելանդական դոլար INA-ն, տեսեք նախորդ դիրքերը չհետևեցինք ուղղակի շատ գեղեցիկ աշխատում են այստեղ հավաքվել են, ես հիշում շուշանում էր բավական բացած այստեղ, ես սպասում էր անհամբեր, յուրաքանչյուր դիրք 250 պունկտանոց դիրք է, Սլավը սպասում էր ավստրալիական դոլարի INA-ին, երեք եմ հետևել, խնդրեմ, վերջապես դուրս եկանք եռանկյունուց եւ գնում ենք ներքև, կարմիր զոնա ենք սկսել զարգացնել, ֆրակտալ ենք ծակել, մեծ որ ուղղությունը ներքև, եթե հետաքրքրի, ապա կանդրադառնանք, ֆունտ ավստրալիական դոլարը կանաչ զոնա է զարգացնում, նոր Սլավ ջան, որ ասում էր սելա, փաստորեն սելա, ֆունտ ավստրալիական դոլարն է սա, գնում ենք վերև, կանաչ զոնայի առաջին օր, վաղը կլինի երկրորդ օրը, խոսքով այսպիսի պատկեր ունենք շուկայում, չեմ ուզում շատ ակտիվներին անդրադառնամ, եթե ունեք բացված դիրքեր կան հարցեր, խնդրեմ, անդրադառնանք ձեր ակտիվներին, մեզ այսքան էլ բավական է այսօրվա համար, կան հարցեր հարգելի մասնակիցներ, կան ակտիվներ, որ մենք չդիտարկեցինք, բայց դուք կցանկանայիք այս պահին դիտարկել, Եթե ոչ, ոնց հասկանում եմ, բոլորդ մեծ մասը աշխատում է, մեծ մասամբ աշխատում եք հիմնական ակտիվներով, հիմնական ակտիվների մասը վերջացնում ենք, արդեն հասկանալի է ընդհանուր ուղղությունները շուկայի։ Համենայն դեպս հաճելի է, որ ուղղությունները պարզ են, վեբինարը որոշակի առումով օգուտ է, օգտակար լինում ձեզ։ Մինչև այսօրվա համար այսքանը, շնորհակալություն մասնակցության համար, կհանդիպենք վաղը մեր ժամին
21:00-ին։ Բոլորին հաջողություն, լիքը շահույթներ, մինչ վաղը։